հիմա որ գաձ են հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացած նախագիծի տրանսպորտի թանկացումը կասեցնելու վերաբերյալ ընդդիմության։ Կարող է էլի դուք ունեք տպավորություն, որ հանրային ձայնն էլ է առումով ձեզ հետ միասին։ Այսօրվա ավականու նիստի ժամանակ ամենակարևոր հարցը տրանսպորտի ոչ բարեփոխված տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծն է, որը հանձնաժողովի ֆինանսատնտեսական հանձնաժողովի ժամանակ ստացել է դրական եզրակացություն ավականների կողմից։ Հիմա այստեղ պետք է քննարկենք եւ քվեարկենք։ Ջանն ասած դեմ են իրենք։ Ուղղակի երկոքի պակասել գործում։ Դեմ են, եթե հանրապետությունն ու ՔՊ-ն կցորդ կուսակցությունները դեմ եղան, վերջնականապես Երևանցին ու հայրենակիցները պետք է իմանան, որ այս մարտիկ թշնամի են երևանցիների համար։ Այս մարտիկ երևանցիների վերջնական կիմանան, բայց առաջ չընկնենք, սպասենք քվեարկությանը։ Հիմա եթե հանրային ձայնը էլի չմիանա, օրինակ ԿՊ-ին եւ կոմ քվեարկի հանրային ձայնի ավականու անդամները եւ անկախ ավականները հանձնաժողովի նիստի ժամանակ կողմ են քվեարկել, որ կասեցվի թանկացումը։ Այսինքն եթե նույն կոնֆիգուրացիայով հիմա քվեարկություն տեղի ունենա, ապա կանցնի նախագիծը։ Մենք պետք է տրանսպորտը քվեարկողներով ավելի շատ լինենք, քան ՔՊ-ն եւ հանրապետությունը։ Էլի 33 ձայնա չէ պետք։ Այո, բայց ինչ իմ հաշվարկով իրանցից մարդապակաս։ Ումից։ ՔՊ-ից։ Այո։ Նախորդին ասացին գործողման։ Բոլոր երևանցիները երկու օր գործողման էին, գործողման են, բայց պիտի ֆիզիկապես ներկա լինեն քննարկել։ Չէ, նախորդին հանձնաժողովի նիստի ժամանակ երկոքի գործողման ա եղել, դրա համար չեն քվեարկել։ Կարևորը անցել է դրական։ Երևան քաղաքի ավականին դրական եզրակացություն է տվել Մայր Հայաստանի նախագծին ու այս մենակ Մայր Հայաստանի նախագիծը չի, սա բոլոր երևանցիների շահերից է բխում։ Տոտալ մերժում են թանկացումները։ Հիմա քվեարկենք եւ վերջնական արդյունքները կտեսնենք։ Ասում են 62%-ը չի վճարում, հա, տրանսպորտի։ Շատ չեն վճարում, բոյկոտում են, ճիշտ են անում, շարունակել նույնիսկ եթե այսօր հակառակը գնացին նորից երևանցիներին, վաղվանից մենք էլ ավելի ենք խորհուրդ տալու երևանցիներին, որ բոյկոտեն չվճարեն։ Բոյկոտը այնքան է շատ թափ հավաքել, որ Տիգրան Ավինյանը ստիպված գնում է այնտեղ ԿՊ ազգային ժողով падգամավորներն է դիմում, որ եկեք պատմոգա ներողություն բառի համար ինձ օգնության հասեք քաղաքացիներին, չէ, քաղաքացիներին տուգանելու մի հատ նախագիծ մշակեն, որ 15000, էդ էլ չի լինելու։ Տիգրան Ավինյանը չի տիրապետում իրավիճակին, ոչ։ Տիգրան Ավինյանը չի տիրապետում իրավիճակին։ Ներքի խմորումներ կան Տիգրան Ավինյանին ճանապարհելու են։ Այս ամեն ինչը բարթելու են Տիգրան Ավինյանի գլխին ու ճանապարհեն, բայց մենք դա հասարակությանը ճիշտը ներկայացնելու ենք։ Ես ուզում եմ նորից կենտրոնանալ այլ հարցի վրա։ Դուք որքան էլ ասում եք, որ հանրապետությունը եւ ԿՊ խմբակցությունների միջև ներքին խմորում կա, բայց փաստը ցույց տվեց, որ հանրապետությունը կոմ քվեարկեց, այո, բերեցին, եկան քվեարկեցին։ Չնայած միջև այդ ոնց որտեղ խմորում կար։ Փաստը այն է, որ այս պահին այսքան ժամանակ Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձրած, նաեւ տրանսպորտի թանկացման մասով կամ այլ հարցերով պատմոգա արած ձեր բառերով ասած ուժը հանրային ձայնի որոշ անդամներ հիմա փաստորեն երևի չգիտեմ փոխվել են դարձի են եկել թե ինչ ա եղել ինչ որ իրավիճակը փոխվել հանրային ձայնը մասնակցել է ընտրություններին որպես ընդդիմադիր դիրքերից սկզբից հանրային ձայնը աջակցեց քվորում ապահովել Տիգրան Ավինյանին 9%-անոց Տիգրան Ավինյանին դարձրեց քաղաքապետ հիմա հանրային ձայնի իմ կարծիքով ավականիները լսել են քաղաքացիների ձայները եւ սկսել են իրենց իրական ընդդիմադիր դեմքը ցույց տալ։ Տեսնենք։ Լավ։